Քանդում ենք մեր մեջ ուժ, գտնում ենք տես, աշխարհը փոխում ենք, քո մտքի համար սահմաններ չկա, անցնենք երկար մի ճանապարհ, ոնք շնչում է առաջ անցնել, տեսնել ճանաչել. Սկսիր երկար քո ուղին անել, անլիներ չկա ոչինչ անհնարին. Քարակերտի պատմությունը Կարո Արմենի հետ հենց այստեղից էլ սկսվել է. ու ես լսել եմ, որ Քարակերտում քայլելիս է եղել, երբ ինչ-որ մեկից ջուր ա խնդրել, ու քանի որ հոսող ջուր չկա, այդ պապիկը ջուր ա տվել, Կարո Արմենը, ես ենթադրում եմ, կիսվել է իր գաղափարներով, որ կուզի գյուղը փոխել, զարգացնել. Այդ պապիկը ապրում էր այս տանը. Կարելի է ասել, Հայաստանի մանրուքներ հիմնադրամի քաֆի պատմությունը հենց սկսվել է այս պապիկից ու Կարո Արմենից. Սարաբեր պոստերնատեղ, այդ մեկը, իսկ այս կողքինը, արդեն հակառակորդինը, թուրքերին է, ստեղնաճամփա էլ կա, տրուբի տակ ենք ասում, այդտեղ էլ եմ իրանք այդտեղից էլ են կրակում, այդտեղ էլ պոստ կա. 2014-2015 թվականի ընթացքում երբ մի պահ հակառակորդը սահմանին ակտիվացավ, ուզեց ակտիվ այսպես գնդակոծել, հրետակոծել գյուղը, հաշվի առնելով սահմանային վտանգը, մեր գյուղում կառուցվեց սմարթ ապահով սենյակ, որը միաժամանակ եւ թույլ կտա անհրաժեշտության դեպքում պատսպարվել եւ նաեւ այդ սմարթ սենյակում անցկացնել տարբեր դասընթացներ, որ հիմա ընթանում են. Ես ուզում եմ գնամ ամենտեղ, ամեն երկիր էլ պետք է իմանալ, էլ տենանք, ոչ էլ սխտ տենանք, հետո ուզում եմ եգիպտական բուրգեր տենամ, տենտեղ շատ լավն է, մեկի կալի էր գնալ լուսին, թրջել լուսին է. Այս բարապունքները լրիվ անվճար են,
բարեգործական նպատակներով արվում։ Միջև ոնց որ երեխեքը ուստեղ ինչ սովորել են, շատ անգլերենի պարապմունքները չգիտեմ տարբեր դասընթացների ռոբոտաշինությունը հենց կոնկրետ շատ բաներ է սովորել, դպրոցներ են սովորում, բայց այդտեղ ոնց որ ավելի տեղեկացվածություն ավելի մեծ է երեխեքի։ Ծրագիրը սրանքում ծրագիրը հետո արդեն եթե ուզում եք որ երկուսն էլ իրար հետ շարժվեն, արդեն ռոբոտի մեջ եք տեղադրում այդ ծրագիրը եւ արդեն աշխատում։ Մենք մի անգամ փոքր գործան ենք սարքել, մեկը առարկաներ գցում էր մեքենայի մեջ, մեքենան ստանում էր, որ արդեն գցած է ու գնում էր։ Օրինակ բեռնափոխադրում։ Իսկ թվում է հանարին բան չկա աշխարհում։ Որ եթե մարդ ինչ էլ ցանկանա կարող է անել։ Այստեղ երեխեքը բացելու են բացօթյա թատրոն, ավելի ճիշտ կինոդիտումներ են կազմակերպելու այստեղ, որովհետև այգին բավականին երկար ժամանակը ինչ կառուցված է, բայց նորմալ չի օգտագործվում, որովհետև չկա մշակույթ։ Իսկ հիմա երեխեքը ուզում են մաքրել կինոդիտումներ կազմակերպել, որ ավելի շատ մարդիկ կան ու ավելի ճիշտ օգտագործվի այգի։ Կմաքրենք այստեղ, էկրանը կտնենք ու կսկսենք ֆիլմերի ցուցադրումները։ Այս վերջերս մեր սոցցանցերով բան արեցինք, քվեարկություն, սարսափ ու կատակերգական ժանրերի մեջ, մեծամասնությունը սարսափներ ընտրել, բայց մեզ թվում է առաջին ֆիլմը, որ կցուցադրվի, ավելի մոտիվացնող ինչ-որ ֆիլմ կլինի մեր երիտասարդներին մոտիվացնելու համար, այդ էլ ընդհանուր գյուղի երիտասարդների հետ կընտրենք։ Ուրեմն առաջին ծրագիրը, որ անհնարինների շարքից էր, կանգառներն էին, 2000, չեմ հիշի որ թվականին կոնկրետ, բայց գյուղում կանգառներ չունեինք, ու քանի որ շատ արև էր, մարդիկ խառը ամեն մեկի իր տան դիմաց էր կանգնում եւ այլն, մի խոսքով չէին հավատում, որ անելու ենք, որովհետեւ ասում են գյուղապետը եթե չի կարողացել անել, դուք էլ չեք կարող։ Ու այդպես հետո Փափը մեզ մոտ ունեցավ ունենք բիզնես ծրագիրը, ծրագրի ընթացքում սովորում ենք գրեցինք, դրամաշնորհ ստացանք ու կառուցեցինք այս մեր կանգառները։ Մարդիկ ապշած էին, սկզբում շատ մարդիկ էին հավաքում զուտ կանգառի մեջ լինելու համար, որովհետև հավես էր։ Բացի այն բոլոր շինություններից, որ վերանորոգվել են տարիների ընթացքում, հնարավորություններից, որ տվել են, ինձ թվում է նաև երիտասարդներին հնարավորություն է տվել գյուղում մնալու կապը։ Իսկ եթե ոչ մնալու, ապա միշտ քառակուսուց ու շրջանակից հարմարավետության այդ ձոնայից դուրս նայելու հնարավորություն է տվել ու որ ամենակարևորը ինձ թվում է դա այդն է, որ վերադառնում ես անընդհատ։ Ես սովորում եմ Երևանում, բայց ես չեմ կարող շաբաթ-կիրակի չգալ Քարակերտ, որովհետև չեմ կարող, որովհետև բոլորը վերադառնում են, իսկ այն ժամանակ բոլորը գնում են ու մնում են։ Պարապում էի մաթեմատիկա, ու հենց ժամանակ, երբ որ իրենք զանգում են, ես պարապում էի այդ մաթեմատիկան։ Ու երբ որ հեռախոսազանգը վերցնելու համար դուրս եկա սենյակից, ինձ ասացին, որ դարձել ես ստատուսդ փոխվել, արդեն ֆլեքս հաղթող ես, ես 3 րոպե միգուցե եւ ավելի չեմ խոսել ընդհանրապես ու հեռախոսի մյուս կողմում գտնվողը որ ինձ ասաց, մտածել ես ես ուշագնաց եմ եղել կամ ինչ-որ տենց մի բան, հյուրընկալող տարից անցավ Հավայյան կղզիների Քաուայի կղզու Վայմեա քաղաքում Այնտեղ սովորել եմ Վայմեայի ավագ դպրոցում 12-րդ դասարանում
ինձ համար մեծ զարմանք էր, որովհետև հա իրոք քարակերտ եւ հավայան կղզիներ, որտեղ կա լիքը ջուր եւ քարակերտ, որ մենք ջուրը Թալինի գնում ենք, մի քիչ ինձ համար մշակութային շոկ էր առաջին մի քանի օրը, որ գնում էինք, անդադար ջուրը փակում է, երբ որ ծորակը բաց էին թողնում, մտածում էի չի կարելի ջուրը վերջը կվերջանա եւ այլն։ Ինձ մոտ շատ ծանր էր այդ ջրային փոփոխությունը։ Դրանից հետո եւս մեկ անգամ գնացել եմ Միացյալ Նահանգներ դեկտեմբերին 2017 թվականի Հայաստանի մանուկների հիմնադրամի 13-րդ գալային, այնտեղ խոսել եմ, դա իմ երկրորդ այցն էր Միացյալ Նահանգներ, երրորդը կլինի շուտով։ Մեր գյուղից հիմա ունենք 3 ֆլեքս շրջանավարտ, այն ժամանակ ոչ մեկ չէր մտածում, որ կարող է գյուղից ինչ-որ մեկը գնա, սովորի արտերկրում ու վերադառնա։ Հիմա մեր շրջանավարտների քանակը գնալով ավելանում է։ Դա նշանակում է, որ մարդիկ սովորել են հասկանալ եւ ընդունել, որ անհնարին ոչինչ չկա։ Ես Մարիամն եմ, ես որում եմ պատմեր, հովոն ես թումանան է սոտասան հեկատ է։ Մարիամի մասին պատմեմ, Էմինի մասին պատմեմ, Վիգենի, ես կարող եմ բոլորի մասին պատմել, որովհետև չկա երեխա, որը պատմություն չունենա, անգամայն երեխեք ովքեր արդեն ավարտել են, որովհետև անընդհատ 16 երեխա անընդհատ փոխվում են, շրջապտույտի նման հա գալիս ու գնում են։ Արատ խաղում ես եմ տիկնիկներով պատինետում խաղում։ Ինչու՞։ Հետատեր եմ։ Սկզբից եկա ուզում էի դերասան դառնալ, դրանից առաջ 1 տարի էլ ուզում էի, չէր ստացվում, հետո քովի շնորհիվ ստացվում։ Մեքենա տրամադրեց, որով կարող էի գալ ստեղ։ Էմինի հետ ծանոթացել եմ դեռ թատրոնը սկսվելուց, ինչպես ասում եմ, ես հասկացել եմ, միշտ եղել է, որ օրինակ ինձ են օգնել իմ ընկերների, մեծ ընկերները, այս անգամ ես պատասխանատվություն վերցեցի ինձ վրա ու սկսեցի լինել իմ ընկերոջ կողքը։ Այս երեխեք աշխարհի ամենալավ երեխեքն են, Հայաստանի մանուկներն են։ Արագածոտ են մարզի տարբեր դպրոցներում սովորող եւ համայնքում ապրող երեխաներ են, այսինքն 2 դպրոցից եւ համայնքում ապրող երեխաներ են, ովքեր սիրում են թատրոնը, սիրում են իրենց բացահայտել, որտեղ հոգեբանական թատրոնն է իմ թատրոնը եւ ոչ թե ուղակի գալիս են դեր խաղալու, այլ նախ եւ առաջ իրենց բացահայտելու, նոր ընկերներ, հին ընկերների նորովի բացահայտելու, հենց իրենց բացահայտելու։ Եվ դրանով է տարբերվում մեր թատրոնը։ Մեր ելույթի ժամանակ Ժակը ասում էր, որ հետաքրքիր չէ լինի, որ ամենին նույնը լիներ, ասենք հատիկ նույն դեմքերով, նույն գույներով։ Ես Ջուլ Ազատոյին Ժակը ասում ենք մեր երազանքների մասին, Ջուլիետան ուզում էր թռնել լուսին, Ժակը ուզում էր Ուզում էի հանդիպել Ջոնի Դեպի հետ։ Ես էլ ուզում էի դառնալ հայտնի ֆուտբոլի մեկնամ։ Տեսթեսուտ, լեջկենկետ, լելեք խնդուրենկա։ Մեկ, խմի, հաշվի։ Լեջկու, էլեք։
խնդրում են լաբորատորիա, որ շնորհակալ Հոֆին միացել եմ Լեռնագույքի միջնակարգ դպրոցում իր ծրագրերի, խմբակների մասնակցությամբ ու թե մասնագիտական եւ թե անձնական զարգացման մեջ էլի ինքը շատ կարևոր դեր ունեցել եւ մասնագիտական ներդրումն մեջ հենց ռուսկաբանություն, մանկական ռուսկաբանություն այդ ներդրումը ունեցել է։ Հոֆը Լեռնագույքում նոր շունչ էր ու նոր հույսեր, որ ոչինչ անհնար չի ու դու կարող ես քո պատկերացումները, քո ամեն ինչը իրականացնել, երբ որ ջանքներ դնես եւ երբ որ ունես կողքից օգնող մարդ ու ուղղորդող։ Կարծիքի համար ամենակարևոր միջամտությունը աբակային իմունոլոգիկ թերապիայի միջոցով դիտելը։ Եվ ինչու՞ չէ որ Հայաստանը համաշխարհային կենտրոն հաստատի հաստատել։ Մեր նպատակային որ օգնենք Հայաստանը կենտրոն հաստատի։ Կարող եմ իրոք մեծ ոգևորություն է եւ որպես մասնագիտական եւ որպես մարդ որ կարելի է օրինակ լինել շատ հայտնի օրինակ Իմ արդեն փոքրիկ եղածածն ես փոքրիկս 16 տարեկան էի որ իմ մայրս գուրցքի գաղցքի ունեցավ եւ ինքը կմահանար գոր սիրտը գեցավ ես օքսիգենը իրեն թրի վրա Եվ նորեն եկավ, երկրորդ անգամը ցերկս արավ և սա չեմ ուներ, այսինքն խոսքով չէ, բայց ինքը ցերկս ասանք քաշեց, որ օքսիգենը չդամ իրեն և այդպես մահացավ, 47 տարեկան էր ինքը և այդիկա մեծ դպավորություն էր ինձ համար, որ պետք է այսինքն սոսկալի հիվանդությունն է ասել, սոսկալի հիվանդությունն է և մարդկությունը կպչացնի այս հիվանդությունը, ադոր համար խորեցանք, որ արդեն արադենը պետք է ուժումը, պետք է հետևինք, որ տեսնանք ինչպես ադիգա կարողանանք հիվանդներու օգնել։ In cancer, if you can combat something as difficult as cancer and become victorious in the process, it is a catalyst for a mental change that anything that was unimaginable previously can be possible today. When you do something, you have to do it in harmony with the ecosystem. For example, the concept of SMART was conceived in a way that would be architecturally beautiful. It will inspire the people of this environment and yet not be insulting to the environment. Now, the same thing applies to curing cancer, of course. When you're dealing with cells of the body, you want to do it in a way that does not disturb the rest of the body. Ասուրի մասնիկի, ծաղիկի։ Բջի միջուկը։ Բջիջ է, ինչի թե բջիջ։ Մեզ հասարարված նկարել բջիջ, ես նկարել եմ բջի միջուկը։
երբ որ Սարյանը դսեղ է եկել, որ մտածել է Թումանյանը շատ գունեղ է ներկայացնում դսեղը, կամ նկարեմ, երկար ժամանակ չի ստացվել մոտը ինչ-որ կենտրոնանա որևէ ինչ-որ բան նկարի։ Ու մի գյուղական ուսուցիչ, ամուսինս է պատմել, ես դսեղից չեմ, ասել է գուցե գույներն այստեղ այնքան շատ են, որ դուք չեք կարողանում ընտրություն կատարել վարպետ։ Ինքն էլ նեղացել է, զայրացել է ու նկարել է այդ կտավը։ Այս դիզայնը հենց ինքը իրանով մարդկանց սկսեց մտածել տալ, որ անհնար բան չկա։ Ու նույնիսկ այս չոլի մեջ, այսինքն այս կտրված, ասենք ոչ մի ենթակառուցվածք չունեցող տարածքում կարելի է սարքել մի բան, որը որ ամբողջ աշխարհի ուշադրությունը կգրավի, ու մենք այս մի տարվա ընթացքում այդ փորձը ունեցանք, որովհետև Ավստրալիայից ու Նոր Զելանդիայից մինչև Կանադա, ասենք ինչքան տարբեր տեսակի, տարատեսակի, մասնագետ, ոչ մասնագետ, պարզապես զբոսաշրջիկ այս ընթացքում այցելել են այստեղ։ I think it is important because I meet many people who speak English. That's why I want learn English. Երևի դեկտեմբեր ամիսներ արդեն այս պատուհանները տեղադրված էր, բայց ներսում դեռ շինարական աշխատանքները մեր առաջի հանդիպումը արեցինք շենքի ներսում։ Ու էլի հավաքվել էինք բոլոր կապալառուներով, Քոաֆի անձնակազմով, Երևանյան, մեր լոռի թիմը եւ այլն։ Ու Կարոն պատմում էր, թե ինչ է լինելու սրանից հետո, այսինքն էլի այդ տեսլականով էր կիսվում այդ ոգևորված այն մտքերը, որ պետքա գան սրանից հետո բան։ Ու թե մենք ասում ենք, թե լավ, ասենք ոնց կարա այդպես բան լինի, էլի կարող ասենք դա մի քիչ անիրական է կամ ոնց է դա լինելու, չի լինի։ Ասենք պատտվեց, ասավ, այս հնարավոր էր, այսինքն վախտել երբ որ սա չկար, ասենք սրա մասին էիք նույն բանը ասում, իսկ հիմա մենք այստեղ նստած ենք փաստացի եւ մենք արդեն սա ունենք։ Բոլորս ձեններս գտրեցինք, ասենց ասած։ Ուղղակի այս կենտրոնը օգնում է, որ երեխաները ավելի վաղ հասակում ընտրեն իրենց մասնագիտությունը կամ այն ուղղությունը, որտեղ գնալու են, կամ նախկինում անտառ, անասուն, գոր։ Ցանկանում են դառնալ դերասան ու խաղալ մեծ բեմերում։ Դες մեկ էլ տեսան ինձ բայարավնես բանա, որ իսկականից որ ոնց որ ինչ որ մի բան եղավ այդ երեխան։ Արվապատենիզն ես դու արակ ցավդ տանը։ Դեպետում ընդհանրապես մենք էլ, մեր համագյուղացիներն էլ կարտոֆիլ, լոբի, վարունգ, պամիդոր, հիմնականում դրանք ենք ցանում, որովհետև մեր մոտ բանջարեղենները են օգտագործում եւ պայմանները կան, որոնք որ դրանք կարող են դրանցով օգտվել։ Գոյատևել։ Երբ որ դպրոց էի գնում, դրանից հետո տուն էի գալիս ու դասեր էի անում ու տանը ուղղակի նստում էի։ Բայց երբ որ Smart-ը ստեղծվեց, Smart-ը մի կենտրոն էր, որը որ երեխաներին հնարավորություն է ընձեռնում, երեխաները անվճար այցելեն այն պարապմունքին, որը ինքը կցանկանա եւ կգնա եւ ապագան կփոխվի։ Եթե Smart-ը չլիներ, շատ երեխաներ, այսպես երեխաներ կան, որոնք որ դեռ չեն կողմնորոշվել, թե ինչ պարապմունքի են գնում, ու ես ընկերներ ունեմ, որ չգիտեն ինչ պարապմունքի գնան, որ իրենց օգուտ լինի, չեն մտածել, թե դեռ ինչ են դառնալու։
մարդուն շատ երեխաներ արդեն ունեն իրենց փորձը ու արդեն գնացել են համալսարաններ։ Օրինակ իմ նպատակը դառնալ դերասան, դա ինձ համար դա անհնարին բան է, չէ, անհնարին չի, ես որոշել եմ ու դառնալու եմ։ Ինչ էլ որ լինի, դառնալու եմ ու կդառնամ։ Չցանկանալ անհնարին, թե չէ մարդ եթե ցանկանում ամեն ինչ դառնա հնարավոր։ Օրինակ երեխաներ ունենք խանդուտ, ինչի չես խոսում, որ աղջիկը երկու կինո նկարում, առաջ տեղ են գել շահել, մեկ երեխան դարձել է այստեղի այդ ֆոտոգրաֆիայի ինչ-որ բան, դասընթաց, կինոգետի, այդտեղ առաջ տեղ անգել և հիմա շրջաման նույնիսկ կինոհամա նկարահանվել, այդպես շատ ուրախ ենք։ Պայքարող մարդը հասնում է իր Եթե շատ ես ուզում հասնում ես իմ կարծիքով, եթե մարդ ձգտում է նպատակա դնում հասնողա, չէ։ Being in harmony with the cells of the environment, being in harmony with the cells of the body is critical. If we believe something is impossible, then we give up. And once you give up, you've already lost the war. And so getting back to the question of the smiles, I think it's critical for people to believe that something can be done. And it's also critical for them to believe that they will participate in it. Նոր բանաձևը այն նույն բանաձևն է, որի արդյունքում տեղի ունեցավ հեղափոխությունը։ Նոր բանաձևը հետևյալն է՝ օգնել մարդկանց, որ իրենք հավատան իրենց։ Սա է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության բանաձևը։ Հիմա այս առաջին գյուղն էր մեր Կարաքերտը, դեր հայրը գար, որ դժբախտաբար մահացավ ինքը դեր դաջադը, և սավ խնդրեմ գարու, որ Կարաքերտ քնա, որ իրենց ժողովրդին վիճակը տեսնաս։ Եկանք և հայտնի եղավ, որ Կարաքերտի մեջ, նույնիսկ մյուս գյուղերի մեջ ուս չկար։ Բարեկամներ, հիմա այս գյուղի անունը Կարաքերտ է, ինչու։ Գտեսնագած քարերը, այս է, քար է, քարով լեցված է, շատ պույս չկա այստեղ։ These are the kinds of homes that we started discussing the needs of the village and meeting the real people of Karakert. And so together we started understanding the fact that there's a major water problem here. There's a major education issue. There's a major healthcare issue. And with their help, with their sincere expression of their needs, then the idea started formulating that we need to make sure that it wasn't about just renovating a school. That's easy to do.
but it was repairing the fabric, the damage that was done to a village like this. Հիմա ասիկա մաքուր ջուր է։ Այստեղ արդեն բնական ջուր չկա, որովհետև այսինքն սորսը չկա բնական ջուրի, արդեն կան մեքենայով եւ խմելու համար ջուրը գաբահովեն։ Որը մաքուր ջուր էր, բայց գանգստերները գուզեին, որ ժողովուրդը այդ հորի ջուրի չկարողանան օգտագործվել եւ ստիպեն, որ խմելու ջուր քնեն։ Եվ արդեն մենք այդ հորի պոմպան սարքեցինք եւ շաբաթ մը հետո նորեն կողացան։ Նորեն սարքեցինք, նորեն կողացան։ Եվ ադիգա ես լուծեցի ինչպես։ Մեկ անցմը միշտ անդեղ գբահեինք, որ ինքը պաշտպան է ասելով։ Այդպեսով գամած ժողովուրդը սկացին, որ իրենք ուժ ունին։ So this is where we had the town hall meeting, where the villagers came in numbers exceeding 500. It was standing room only, and it was nothing like this. All of the chairs and the furniture was completely broken. It was really in horrible shape, and we came up with a plan based on priorities that were laid down by the people on what the next steps should be. And their number one priority was education, in spite of the fact that they had all kinds of other needs. This is the epicenter of Karakurt. I mean, this represents a lot of the initial movement. Within 24 months, we renovated 2 schools. This is one of them. We renovated 2 kindergartens right there. We renovated the medical center on this side, and then the cultural center. Մանկապարտեզները լրիվ գյուղապետարանի հաշվին աշխատում են։ Շենքերը դուք սարքետ տվել եք, մենք աշխատացնում ենք։ Դպրոցները ընտիր պահումը, մանավանդ այս վերջի սարքած դպրոցը։ Ես ակա մարդ եմ։ Դե հա դու ավելին ես պահանջում։ Հա, այսինքն սահման չկա իմ պահանջանքից։ See this gasoline meters. This is very dear to my heart because in 1979 I realized that these meters in the US had only 2 digits and the prices were going up. We were about to cross $1, which would have required 3 digits. And so I got very excited that the company who would make these meters would make a lot of money and thought that I could potentially profit from it. And that allowed me to accomplish some of the things that I have been able to accomplish financially in my life. But so seeing this creates that connectivity. Էր մոտ ամեն տեսակի ծառից հիմա սիրան կքաղեն, հետո էդի կպրսնենք, էլի էդնին ծառից խաղող կքաղեն։ Ինչ կոաֆը սկսեց գործել մեր էդ համագործակցը, հայագի։ Տրախտ է։ I consider myself and Alice very privileged because we're involved in all of these things. Involved in attending to the human crisis in Armenia, and the village life is really tragic, but the good news is that something could be done about it. And what you're seeing in Karakurt is that. Մենք պարտական ենք Կարո Արմենի։ Մենք մեր համայնքի հավաքանիով որոշել ենք կարել։ Էդի, ասենք, այս մարդու համար էդի շատ չնչին բան է։
ես լավ եմ, բայց ավելի կարևոր է, որ դուք լավը լավ։ Ձեր մեջ 15 տարեկան գա։ Չէ, ոչ։ Չկա ոչինչ անհնարին։ Ճանապարհ ընկնում եմ քամիների հետ, հասնում եմ տես, այդքան էլ հեռու չենք։ Արգելքներ քանդում ենք մեր մեջ, ուժ գտնում ենք տես, աշխարհը փոխում ենք, տես, աշխարհը